Գերմանիայում ծնված ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի հայերի ցեղասպանության մասին նկարահանած «Հատում» The Cut ֆիլմը եվրոպական եւ ամերիկյան կինոթատրոնների մեծ էկրանին է։ Ֆիլմում հայերին տարհանում են իրենց բնակավայրերից, քաղաքներից ու գյուղերից եւ ուղարկում անապատի մահվան ճանապարհները, լծում տաժանակիր աշխատանքի կամ դատապարտում մահվան։ Ֆիլմի հերոսը դարբին Նազարեթ Մանուկյանն է, նրան մարմնավորում է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը։ Մարտին քաղաքում թուրք զինվորները կեսգիշերին ներխուժում են նրա տուն, ուր Նազարեթն ապրում է կնոջ եւ երկվորյակ աղջիկների հետ։ Նրան տանում են տաժանակիր աշխատանքի, քշում անապատ։ Անապատում չնայած նրա կոկորդը պետք է կտրեին, բայց թուրք սպան միայն քերծում է նրա կոկորդը, փրկելով հայ դարբնի կյանքը։ Նազարեթը սկսում է փնտրել կնոջն ու աղջիկներին, տեղեկանում է, որ կինն այլևս չկա։ Ֆիլմի սցենարի հեղինակն է հոլիվուդյան մի շարք հայտնի ֆիլմերի սցենարի հեղինակ, ազգությամբ հայ Մարտիկ Մարտինը։ Մեզ տված բացառիկ հարցազրույցի ընթացքում կինոարվեստի ամենահեղինակավոր մրցանակների արժանացած սցենարիստը ասաց, որ իր բոլոր ստեղծագործությունների շարքում այս մեկը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իր նախնիների եւ ազգի պատմությունն է։ Director Fateh Akın Կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը ցանկանում էր նկարահանել հայոց ցեղասպանության մասին ֆիլմ։ Սկզբում ես շատ անհանգիստ էի, թե ինչի մասին է լինելու նրա ֆիլմը, որ ուղղությամբ է ընթանալու։ Այնուհետև նա եկավ Լոս Անջելես ինձ հետ հանդիպելու եւ պատմեց ֆիլմի գաղափարի մասին, որն ինձ շատ դուր եկավ։ Դա ճիշտ այն էր, ինչ ես էի ցանկանում անել։ Երկար ժամանակ պահանջվեց, համատեղ աշխատեցինք սցենարի վրա եւ պատրաստեցինք այն։ Նա շատ սիրեց սցենարը եւ այն բոլորին դուր եկավ։ as they say, and I put it all together Մարտիկ Մարտինն ասում է, սա նաև իր ընտանիքի պատմությունն է։ supposedly to Իմ պապիկը մահացել է ցեղասպանության տարիներին, եւ այն մի պատմություն է, որի մասին մենք պետք է աշխարհին պատմենք։ The Cut ֆիլմը մի ընտանիքի պատմություն է, պատմություն, որտեղ ընտանիքի անդամների հետ կրկին միավորվելը դառնում է կյանքի նպատակ։ Ինձանից 8 ամիս պահանջվեց սցենարը գրելու համար։ Մի քանի տարբերակով գրեցինք, այնուհետև փոփոխություններ կատարեցինք։ Իմ կարծիքով The Cut ֆիլմը հայոց ցեղասպանության մասին նկարահանած լավագույն ֆիլմերից է։ that begins for the man Nazareth. Հայոց ցեղասպանության պատմության մասին սա Մարտիկ Մարտինի գրած առաջին սցենարն է։ Երկար ուսումնասիրություններ է արել, զրուցել տարբեր մարդկանց հետ սցենարը գրելուց առաջ։ 130 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում։ Իտալական, ֆրանսիական, գերմանական եւ ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը։ Թուրք կինոռեժիսորի ֆիլմը նաև առիթ է դարձել, որ միջազգային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ մեկ անգամ եւս անդրադառնան հայոց ցեղասպանությանը։ Հարկ է նշել, որ սա թուրքական կողմից հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած առաջին ֆիլմն է։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես, Լոս Անջելես։